Կանակենտրոնի սիրելի հետևորդներ, շատ ուրախ եմ, որ ազատ րոպեներ ունի մեր կլինիկական հոգեբան Մարինան եւ մի փոքրիկ, բայց օգտակար ինֆորմացիա ձեզ տանք գարնան սրացումների հետ կապված։ Մեր հաճախորդների մեջ կան մարդիկ, ովքեր դեպրեսիայի հետ կապված են դիմում, մարդիկ կան, ով թուլության հետ կապված են դիմում, եւ այդ բոլոր հարցերին կպատասխանի մեր շատ սիրելի հոգեբան Մարինա Ղազարյանը։ Սիրով Էլիզա ջան, ընդհանուր առմամբ գոյություն ունի հոգեֆիզիոլոգիական այդ կապը բնորոշող արտահայտություն։ Գարնան շրջանում թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդը բնությունից հեռու չէ։ Նա բնության մի մասնիկն է։ Ինչպես ենք տեսնում բնության մեջ, որ հողը ճեղքում է, սացիլը դուրս է գալիս, կարծես որոշակի էներգիա ուժերի մոբիլիզացում է դա ենթադրում։ Սկզբում նույնիսկ կարող է լինել ինչ-որ տգեղ բողբոջ կամ ինչ-որ սրված ելունդ, բայց այն հետագայում դառնում է շատ գեղեցիկ ծաղկած ծաղիկ, որն էլ այնուհետև մյուս փուլում տալիս է պտուղ։ Այս ձևաչափը երևի թե շատ ավելի մարդկանց մեջ ընկալվող կլինի, որ մարդու մոտ էլ ուժերի մոբիլիզացում է տեղի ունենում այն դեպքում, երբ որ նախորդել է ձմեռը, վիտամինների որոշակի պակաս օրգանիզմում եւ հետն էլ այն զարթոնքը, որ պետք է լինի։ Ինչ է հարկավոր դրա համար՝ կենսունակություն, բավարար ֆիզիոլոգիական էներգիա եւ հոգեբանական էներգիա։ Որոշ դեպքերում դեռահասների մոտ իրենց օրգանիզմի հասունացման հետ միասին գումարվում է այս գարնանային երևույթները եւ նաեւ ինչու՞ չէ գարնանային ռոմանտիզմը, երևակայական մտքերը, էմոցիոնալ հոսքը եւ այդ ամբողջ ֆոնի վրա կարող է մտավոր տրամաբանական հոսքը մի փոքր ընկրկել։ Հոգնածություն, ինչ որ ծուլություն, բայց մենք տեսնում ենք, որ դա նաեւ որոշակի երասկոտ ծուլություն է լինում։ Գարնանը նաեւ շատերի մոտ լինում է մեկ ուրիշ պլանավորման ընթացք, որոշում են նոր գործեր, նոր պլանավորումներ եւ իսկապես այստեղ տեսնում եք ստատիստիկայով կապ այս շրջանի հետ եւ եթե պլանավորում են մեծ գործեր, այստեղ կարող է եւս անդրամադիր ինչ որ դեպրեսիվ ֆոն կա, որ ես չեմ կարող, ինձ մոտ չի ստացվի, հետեւաբար խորհուրդ է տրվում վերցնել արագ նպատակներ, որոնք տեսանելի են, համաձայնեցված են մեր կյանքի այս փուլում եւ իրագործելի են ժամանակի այս հատվածի հետ։ Եթե մենք փոքր նպատակը անում ենք եւ տեսնում ենք, որ ստացվեց, ապա սովորություն եւ հավատ է ձևավորում հետագա քայլերի համար։ Ինչպես ասում են, ձևավորվում է այդ կամային որակների նեյրոնային ցանցը։ Այո, համամիտեմ, դուք խոսեցիք սմարթ նպատակների մասին, իսկ ինչ կասեք ախտաբանական հայցով, երբ որ այցելուն դիմում է։ Ախտաբանական երևույթները սրացում ենթադրում են գարնանային շրջանում, թերևս կվկայեն այդ մասին նյարդաբանները, հոգեբուժները եւս, աուտիստիկ սպեկտրի դեպքում, հոգեվարքային հուզական խանգարումների դեպքում, որը սրացումներ սեզոնային լինում են։ Երբեք չեմ ուզում, որ մարդիկ հանձնվեն այդ ընդհանուր դիրքորոշմանը կամ դիագնոզին, սակայն որոշ բաներ, նկատառումներ, այսինքն երբ որ լինում են կրկնվող, ապա այս շրջանում պրոֆիլակտիկ աշխատանք պետք է տանել, չսպասել սրացմանը, դեռ ձմռան, վերջից օրինակ տանել որոշակի պրոֆիլակտիկ աշխատանքներ, կանակենտրոնում կարող են դիմել վարքային մասնագետի, վարքային թերապիստին, մանկական հոգեբանին, եթե կան սահմանային սրացումներ, ապա կլինիկական հոգեբանը նաև ուղղորդում է հարակից մասնագետների մոտ։ Եվ հատկապես նման դեպքերում հոգեբանական աշխատանքը ազդում է, դրականորեն ազդում է կյանքի որակի վրա, որովհետև նման խնդիրներով ապրելը շատ սուր գցում է կյանքի որակը։ Դե դժվարություններ ստեղծվում են կոմունիկացիայի ոլորտում, եթե օրինակ երեխան գերլարված է, ունի հիպերակտիվություն կամ ագրեսիվ ֆոն, դա տարածվելու է իր շրջապատի վրա։ Եթե տան անդամների մասին խոսենք, կա այսպիսի մի հասկացություն. խնդիրը անհատինը չէ։ Եթե ընտանիքի անդամներից մեկը ինչ որ խնդիր ունի, ապա դա դառնում է ընտանիքի խնդիրը։ Ավելի լայն շրջանակի մասին խոսելով, դժվարություններ կարող են լինել արդեն դպրոցում, հասակակիցների, համադասարանցիների շրջանում։ Խորհուրդ է տրվում նաև նոր բաներ սկսել, այսինքն տանել նոր վայրեր, նոր խմբակներ, նոր զբաղվածության։ Ինչու՞ չէ, կապելով այս նորից գարնան զարթոնքի հետ։ Ցանկացած նորը, նոր անձը, նոր մարդը ստիպում է, որպեսզի մարդը հանդես գա նորովի։ Իսկ նախկինից ձևավորված սպիտակները, երեխայի վարքի հանդեպ գնահատականները շատ լավ շրջան է, որ այս պահին փոխակերպենք նոր միջավայրում նորովի դրսևորմամբ։ Շնորհակալություն եւ հատկապես թե ձեր թե մեր կենտրոնի մյուս մասնագետների աշխատանքը վերաբերվում է ինչպես երեխաներին, այնպես մեծահասակներին, ինչպես արկա, այնպես նաեւ on-line ձևաչափով։ Շնորհակալ ենք, որ ժամանակ տրամադրեցիք։ On-line-ի առումով ասեմ, որ յուրաքանչյուր անգամ ինքնաբավ ենք լինում եւ շատ ուրախ ենք լինում, երբ որ կարողանում ենք հատկապես մեր հայրենակիցներին օգտակար լինել երկրագնդի տարբեր հատվածներում։ Պատկերացրեք, չեմ փնովում ես ոչ մի մասնագետի, դրսից է գալի շատ հաճախ փորձը, պրակտիկան, բայց շատ հաճախ լսում ենք, որ մեզ պետք է հայեցի մտածողությամբ մասնագետ։ Ես թերևս ականջիս շատ է հնչում այդ նախադասությունը, դրա համար այսօր առիթն է, որ դա եւս բարձրաձայնեմ։ Մենք եւս շատ շնորհակալ եւ օգտակար լինելու զգացողությամբ ենք լցվում, օգնելով հեռավար
տարբերակով նաև աշխատանքը իրականացնելիս։